Ըստ ԴՆԹ հետազոտության 95% հավանականությամբ Նանե Գրիգորի Հովակիմյանը հանդիսանում է Զառա Հրաչի Գրիգորյանի դուստրը։ Այս փաստաթուղթը քեզ որտեղից ավո։ Լաբորատորիայից։ Իսկ դու ինքդ ես լաբորատորիա դիմել, որ պարզեն Զառայի ու Նանեի ԴՆԹ-ի համատեղելիությունը։ Չէ։ Ես լաբորատորիա դիմել էի, ոչ թե Զառայի ու Նանեի ԴՆԿ-ները ստուգելու, այլ Ալիսայի ու իր ծնողների։ Այդ դեպքում ո՞նց են այս հետազոտության պատասխանները հայտնվել քո ձեռքում։ Պատահական Արմեն։ Լաբորատորիայի բժիշկը ինձ տվեց Նանեի ԴՆԿ-ի պատասխանը։ Հետո ես նայեցի ծրարի վրա։ Ու այդ հետազոտությունը Զավենի գրասենյակից էր պատվիրվել։ Զավենի սպանությունից մի քանի օր առաջ։ Ու դրա մասին ամեն ինչ մոռացել էի։ Ուրեմն այս ամեն ինչը ֆարս է։ Ու Նանեն ջոկերը չի։ Մենք դա չգիտենք Արմեն։ Նանեն երբ է տուն գալու։ Արդեն պիտի եկած ելներ։ Զանգիր Նանեին ու ասա թող շուտ տուն գա։ Զանգել եմ, հեռախոսները անջատած են։ Ուրեմն ինքը հասկացել է, որ դուրս են գալի հետքի վրա։ Ու անետացել է։ Չհամեցաք ես իմ կնոջ հասեի նման բաներ ասես, տեսում ես ռավո։ Արմեն, հանգիստ, նստի, հանգստացի։ Ով է զանգահարում։ Մաման։ Բարձրախոսը միացրու նոր խոսիր։ Չեմ հասկանում, իրավունք չունեմ մորս հետ խոսամ։ Քեզ ասում եմ բարձրախոսը միացրու նոր խոսիր։ Միգուցե կինդ արդեն մորդ պատանդ է վերցրել։ Եվ մենք պետք է լսենք, թե նա ինչ է ասում։ Չէ դուք իսկականից խելագարվել եք։ Քեզ ասում եմ բարձրախոսը միացրու։ Հա մամ։ Արմեն, Նանեն տանն է։ Չէ, իսկ ինչ ես հարցնում։ Բա ինչ անեմ, որ չհարցնեմ, այ տղա ջան։ Նոր Լևոնի պարապմունքի տեղից զանգեցին։ Ասեցին, որ Նանեն չի գնացել նրա հետևից։ Երեխեն մնացել է մարզադահլիճում։ Մամ դու գնա Լևոնիկին վերցրու արի տուն, ես չգիտեմ Նանեն որտեղ է։ Եվ հետաքրքիր է, որտեղ է հիմա քո կինը Արմեն։ Լսում եք, բաց թողեք ինձ։ Ով եք դուք։ Ով եք դուք։ Ինչ եք ուզում ինձանից։ Ես ոչ մի բանում մեղավոր չեմ։ Լսում եք, բաց թողեք ինձ։ Արևանայիդ ջան, հնարավոր է, որ այսօր վերջին անգամ ես կյանքում այցեմ եկել քեզ։ Չգիտեմ նույնիսկ ինչից սկսեմ։
ոնց արդարանամ քո առաջ, ոնց քավեմ մեղքերս։ Եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, ես առանց մտածելու տեղերով կփոխվեի քեզ հետ, դա արդար կլիներ, բայց ժամանակը ետ տալ չես կարող։ Ես ամենը սենց ողբերգական վերջաբան պիտի չունենար, ամենայն դեպս քեզ համար, ու այն մարդիկ, որ կրակել են քեզ վրա, նաև ինձ են սպանել։ Ես չգիտեմ ինչ անեմ հիմա, ես չեմ ուզում ապրեմ, բայց երեխեքը, ես չգիտեմ, թե ոնց ամեն ինչ կվերջանա, բայց եթե ինձ սպանեն, ես երջանիկ կլինեմ դրա համար, ու մենք նորից միասին կլինենք։ Այրս միշտ ասում է, որ ես կյանքում ամեն ինչ անցողիկ է, իշխանություն, փառք, մեծարում, մենակ մի բան է հավերժ, սերը, բայց նրանք իմ սերն էլ սպանեցին, ու հիմա չգիտեմ հանուն ինչի պիտի ես ապրեմ, իսկ դու չէ։ Գիտեմ, կասես հանուն երեխեքի, բայց առանց քեզ ես կյանք էլ կյանք չի իմ համար։ Ոնց եմ ցավում, որ երբեք քեզ իսկական սեր չեմ խոստովանել, չեմ ասել, թե ինչ կանեմ սիրում։ Կներես ինձ։ Ատոմ դու հասկանում ես, որ սկսած այն պահից, երբ դու մուտք ես գործել ես շենք, կարող ես քեզ բացահայտված համարել։ Հիմա էլի մարդ չունի, որ ես գաղտնի պահեմ։ Ամեն ինչ մոտեցել է իր ավարտին։ Այսինքն հիլերների խումբը արդեն ժամանել է Հայաստան։ Դա քեզ չի վերաբերում։ Մարդիկ կան, որոնք զբաղվում են այդ հարցերով։ Ես ուզում եմ ինքս մասնակցել նրանց լիկվիդացիայի օպերացիային։ Ատոմ դու հիմա հասկանում ես, թե ինչ ես խոսում։ Քո միակ նպատակը դա կայոթի արխիվներն են։ Իսկ դու հիմա վտանգի տակ ես դրել այսքան երկար ժամանակ պատրաստված գաղտնի օպերացիան։ Ես կգտնեմ այդ արխիվները ու ձեզ կտամ։ Որտեղից քեզ այդ վստահությունը գրողը տանի։ Ես երկար ժամանակ աշխատում եմ այդ մարդկանց միջավայրում ու անգիր գիտեմ ով ինչպես է մտածում ու ինչի է պատրաստ։ Այդ մարդիկ իմ համար կանխատեսելի են։ Ատոմ մենք կարող ենք լեգենդ հորինել, որ քեզ ուղղակի բերել են մեզ մոտ։ Ու դու կարող ես վերադառնալ հովիկի մոտ։ Հասկացիր, հիմա նա է բանալին, որի միջոցով մենք կարող ենք գտնել արխիվները։ Գիտեք, հովիկ ես պահին աշխարհում ամեն ինչ շատ ինչ է ուզում։ Ուզում է, որ սպանեն իրեն։ Ու նա այդ պահը չի գործում։ Դրա համար է, որ ես ուզում եմ այդ տղեկի հետ լինել, որ կարողանամ կանխել այդ վտանգը ու վերջապես այդ գրողի տարած արխիվները մեր ձեռքում լինեն։ Այսքան ժամանակ ես ոչ մի օպերացիա չեմ տապալել։ Վստահեք ինձ, ու ես ձեզ չեմ հիասթափեցնի։ Ատոմ դու հիմա պետք է հովիկի մոտ լինես, հասկացիր, որ հնարավոր է, որ վերջին պահին նոր մանրամասներ բացահայտվեն։ Բայց առաջին հերթին պետք է լիկվիդացնել այդ կիլերները։